Գնացի, դավակ, Էդգար ջան, Պաչի, Արտուր ջան, արյա, չի գալի, Գրա! 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 Շատ բարի էր, վերին աշան, որ ասեմ միա ճանճ ինքը սպանած չկա։ Իսկ ծառայության մասին։ Ծառայության ինքը իր աշխատանքը սիրում էր շատ լավ, այնքան մեդալներ, պատվոգրեր աստացե տուննա։ Լիքը։ Այս տարի ինքը վերջացրեց իր բանականը, դիպլոմը պետք է ստանար, որ իրան կոչում տային։ Աշխատավարձը բարձրացնեին։ Աշխատավարձը որ կոչումը տային, աշխատավարձը կբարձր, ուրախացել էր։ Ասում էր տատի ջան, երեխեքից լավ կպնային։ Ուրազը փորը մնաց քյորքից։ Օրը երկու անգամ գալիս էր շորեր փողում։ Ասում է յուրո ջան, չէ տատի ջան, քրթնում եմ ամբողջ օր արեք տատիկ։ Եկավ շորերը փոխեց, երեխեքին տեսավ, կնոջը զանգել էին, ասել են յուրո շուտ արի։ Կին ասել էր մի գնալը մի քիչ էլ մնա։ Չէ, ասել էր ինձ զանգել են, որ չգնա։ Ծառայությունը ասել է, պետք է ծառայությունը սկսել։ Գնաց կես ժամ հետո ասեցին լուրը խփել են։ Դաժե ինքը մեքենայի հետև իր մեքենայի մեջ նստած թիկունքից խփել էին։ Մեքենայի պարբիսը։ Չէ, այտենց կալոր ծակիր։ Ասացիք աղջիկը թալիսմաններ առել 2 օր առաջ դեպքից։ Հա, դեպքից 2 օր առաջ։ Հա, ասել են կել են ջան, ես խես առել եմ պապայիս ասում ա, որ պապաս գա, պապայիս նավիրի, որ պապայիս ասում ա, մի հատ մազը չծրվի, պապայիս հանգար չխփեն։ Այտենց էլ են այսօր դրեցինք մատի։ 9 տարեկան երեխեն այդքան բանը հասկանում։ Թալիսմաներ առե հոր համար, որ հերը կենթանի մնար, մտքով կանցներ։ Որ կես ժամվա մեջ այդ լուրը կգար մեզ, ասեցին յուրոնք, մենք ասենք երև վիրավորվել է։ Գնացինք հիվանդանոց, երեխես արդեն չկար, սառած էր։ 5 րոպեում ենք